Բա մենք ինչ անենք։ Հիմա մենք ասենք ինչ անենք, սիրելի ժողովուրդ։ Այս ամբողջ օրերի ընթացքում մեզ մոտեցել եք, հարցրել եք, ախր շատ ենք ցավում, ինչով աջակցենք։ Ակտիվ գործողությունների փուլ պիտի մտնենք, այնպես որ աշխարհն իմանա, որ մենք չենք ներելու, չենք հանդուրժելու, չենք լռելու Բաքվի բանտում գտնվող գեթ 1 գերու համար։ Բոլորը պիտի վերադառնան տուն։ Ուզում է Ադրբեջանը դա թե չի ուզում, հայորդիները պիտի վերադառնան տուն։ Եվ այս առումով մենք նախանշել ենք երկու ծրագիր, այսպես եթե կարող եմ ձևակերպել, կարճաժամկետ եւ երկարաժամկետ։ Կարճաժամկետ առումով մենք պարտավոր ենք անել գործողություններ, որի հետևանքով Ռուբեն Վարդանյանը կկարողանա դադարեցնել հացադուլ։ Իսկ ինչի մասին է նա սկզբունքայնությունը, որ եթե իր պահանջները չեն բավարարում, նա շարունակում է իր պայքարը Բաքվի բանտում։ Եվ նա նաև թվարկել է մի քանի պահանջներ, դուք գիտեք ի թիվս նրա, որ ադրբեջանական օրենքներով, եթե կարող եք ինձ դատեք, բայց դատեք ձեր օրենքներով արդար եւ թույլ տվեք ներկայություն միջազգային հանրության, միջազգային իրավապաշտպանների, լրագրողների միջազգային կառույցների։ Եվ հետեւաբար այդ մարդիկ իրավունք ունեն եւ կարող են ներկա գտնվել բոլոր գերիների դատավարությանը։ Մինչ այսօր դա տեղի չի ունեցել։ Ինչու՞։ Ես չեմ հասկանում, որևէ մեկը այս պահանջներին տիրություն չի արել, չի արել։ Այդ անտեսանելի ջանքերը անգամ այս ուղղությամբ չեն աշխատել, որ ներկայացուցիչ գտնվի Բաքվի բանտում փակ գաղտնի դատավարության, կարծեք թե պետական գաղտնիք է այնտեղ։ Դե եթե այդքան արդար եք ու մեղադրանքները ձեր արդար են, բաց դատավարություն արեք, թող մասնակցեն։ Ու անգամ եթե փակ է, միջազգային կառույցները մանդատ ունեն այնտեղ մասնակցելու։ Հետևաբար, մեր կարճաժամկետ անելիքը պիտի լինի մեր հայորդու կյանքը փրկելը, թույլ չտալ, որ նա վնասվի ու ողջ առողջ հայրենիք վերադառնա, նշանակում է մենք պիտի միջազգային կառույցներից պահանջենք մասնակցություն բոլոր դատավարական գործընթացների, բոլոր գերիների։ Նրանք այդ մանդատն ունեն, ուրեմն եկեք միասին գնանք այդ մանդատը իրացնելու հետևից։ Եվ առաջին քայլով մենք ձեզ բոլորիդ պիտի խնդրենք, հրավիրենք, հորդորենք ու ասենք ահա ձեր ինչ անեմի պահը։ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ ուրբաթ օրը ժամը 1-ին խնդրում եմ բոլորիդ հավաքվել, որտեղ մենք կպահանջենք ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցիչից կապվել Բաքվի իր գործընկերոջ հետ եւ ասել գնացեք այդ դատավարությանը մասնակցեք։ Ու տեսնենք ինչ են պատասխանում այնտեղի ՄԱԿ-ի ներկայացուցիչները։ Մենք պիտի ստանանք պատասխաններ։ Այլևս մեզ չեն կարող անտեսել, մեզ չպիտի անտեսեն։ Անտեսում են նրան, ով իր պահանջի ետևից չի գնում։ Այս մարդիկ, միջազգային կառույցները պիտի իմանան, որ մենք լինելու ենք հետևողական։ Չշփոթեն մեզ Հայաստանի իշխանությունների հետ։ Սա հայ ժողովուրդն է։ Ես ուզում եմ այստեղ նորից մի անգամ եւս հստակ արձանագրեմ։ Սիրելի հայրենակիցներ, ոչ մի կուսակցության մասին այստեղ խոսք չկա, ոչ մի քաղաքական հայացքի մասին խոսք չկա, բազմաթիվ ինչպիսի քաղաքական հայացք ուզում եք ունեցեք, ինձ չի հետաքրքրում, եկեք միասին մի բռունցք դառնանք այս կարևորագույն արժանապատվության հարցի շուրջ, բոլորդ եկեք, որևէ մեկին արգելք չկա, բոլորդ խնդրում եմ հայ ժողովուրդ, պիտի ոտքի կանգնենք եւ աշխարհին ասենք, չենք ներելու ձեզ հայորդիների Բաքվում գտնվելը, նրանք պիտի վերադառնան տուն։ Եվ եկեք մեր պահանջին տեր կանգնենք։ Պարբերաբար, հետևողական, չմոռանալով, դատից դատ նկարները նայել ցավալ ու տուն գնալով հարցը չի լուծվելու։ Թակելու ենք բոլոր դռները, դուռը կփակեն պատուհանը։ Բազմաթիվ նամակներ արդեն իսկ գրել ենք, դա պիտի անենք ավելի կազմակերպված, ձեզ հետ միասին, նրանք պիտի տեսնեն, որ այստեղ հայ ժողովուրդը արժանապատվություն ունի։ Մենք դարերի խորքից չենք հասել այստեղ, որ մեզ նվաստացնեն ամեն օր։ Մեզ այսպիսին աշխարհը չի տեսել, չի ճանաչում։ Մեզ Ռուբենի կերպարով է ճանաչում աշխարհը։ Եկեք ամոթ ունենանք ու վեր կանգնենք ու ասենք այլևս թույլ չենք տալու։ Տարբեր ժողովուրդներ են պարտվել պատերազմում, բայց այս նվաստացումը, անարժանապատիվ վարքագիծը, որ մենք ցուցաբերում ենք, ցավոք սրտի պիտի մեզ ասեմ, մեզ պատիվ չի բերում, բա մենք ինքնասիրություն չունենք,
Եկեք իմանանք, որ այս իշխանությունը տարբեր է մեզանից, նրանք չունեն ինքնասիրություն, արժանապատվություն, մի նմանվեք իրենց։ Նրանք այդպիսին են, դուք չէ, հայ ժողովուրդը ասելիք ունի աշխարհին։ Առաջին քրիստոնյա ազգն ենք, բահապարտանում ենք, và մեր քրիստոնյա, մեր եղբայրները, որ գտնվում են Բաքվի բանտում, չպիտի իմանան, որ մենք իրենց համար կանգնած ենք ամեն գնով, ինչպես իրենք ամեն գնով հնարավորն են անում, հնարավորինց էլ են կողմ, որ պաշտպանեն Հայաստանի Հանրապետությունը։ Հետևաբար ես ձեզ խնդրում եմ իմանալ, որ սա որևէ կուսակցական, քաղաքական պատկանելության մասին չէ։ Ինչ հայացք ուզում եք ունեցեք, ինչ կրոն ուզում եք դավանեք, եկեք ՄԱԿ-ի գրասենյակ ժամը 1-ին ուրբաթ օրը ու նաև հետևենք իրար ավելի կազմակերպված, ինքնակազմակերպվեք տարբեր տեղերում ցույց անեք, բողոքի ակցիա անեք, ես այնտեղ եմ առաջինը։ Եկեք բոլորով ցույց տանք, որ սա մի հոգու խնդիր չէ։ Մեր գերիները պիտի վերադառնան։ Երկրորդ օրակարգը, որ մենք ունենք, կարճաժամկետի իհարկե կյանքը վտանգի տակ է, ես դրա համար հատուկ եմ շեշտում։ Երկրորդ օրակարգը երկարաժամկետ է, մեր բոլոր 23 գերիների տուն վերադարձի մասին է։ Սիրելի ժողովուրդ, ամեն անգամ շաբաթը մեկ դատավարություն է, տեսնում ենք նորից նկարներ ու գնում տուն։ Այս կառավարությունը պիտի իմանա, որ հանգիստ չենք տալու իրենց, քանի դեռ մեր որդիներին ետ չեն բերել։ Ուզում եմ մի պարզ բան իմանալ։ Մենք բոլորս, մենք էլ տարբեր իրավապաշտպան կառույցներ դիմում են տարբեր տեղեր, մեզ ասում են ձեր իշխանությունները պիտի ինչ-որ բան անեն, որ մենք աջակցենք։ Նրանք ասում են մենք կառուցողական երկխոսության մեջ ենք եւ այս օրակարգը գիտեք խաթարում է այդ կառուցողական հարաբերությունը։ Խաղաղությունը թղթի վրա չի լինում։ Եթե դու քո հայորդուն ունես Բաքվի բանտում, ինչ երկխոսության կառուցողական երկխոսեք, քավլիցի, խաղաղություն բերեք, բայց ունեցեք ձեր օրակարգում հայ գերիների վերադարձ։ Եվ երբ այս իշխանությունները կզբաղվեն այդ հարցով, միայն մեկ պարագայում։ Եթե նրանք զգան, որ հայ ժողովրդի օրակարգում է գերիների վերադարձի հարցը եւ դա իրենց իշխանական աթոռ է արժենալու, նրանց հետ չվերադարձնելը, նրանց թանկ է նստելու, կորցնելու են իշխանություն։ Եթե հայ ժողովուրդը այս օրակարգը պահի առաջնահերթ, պահի ամեն օր, կառավարության բոլոր նիստերը անցնեն այս մարդկանց անունների թվարկման ներքո, նրանք զգալու են, որ աթոռը փախնում է իրենց տակից եւ իրենց հարգարժան գործընկերոջը ասելու են մենք այս հարցը պիտի լուծենք, որովհետեւ դուք գիտեք իշխանություն կորցրեցինք, ինչ կլինի։ Հետևաբար հայ ժողովուրդ նորից ձեզ եմ խնդրում, եկեք որոշենք, որ հայ գերիների գործով տարբեր ձևաչափերով, ես մի օրինակ բերեցի կառավարության նիստերի օրը, բայց տարբեր կարող է լինել, քննարկենք, շարունակենք, բայց շատ չխոսենք, գործ անենք։ Ես այդպես եմ տեսնում, առաջարկներ ուղարկեք ինձ, թիմին, դուք, ձեզ ինքներդ ասեք, եկեք չէ, այսպես անենք, բայց ոչ մի օր չմոռանանք այս մարդկանց, նրանք ամեն օր են Բաքվի բանտում։ Եվ եթե դուք, սիրելի հայրենակիցներ, ովքեր սոցիալական ցանցերում են կան, կապ չունի ձեր ակտիվության աստիճան, եթե մեկ անգամ, օրը մեկ անգամ մի ստատուս գրեք, մի բան տարածեք հայ գերիների մասին, դուք գիտեք իշխանությունները որտեղ են բնակվում, Facebook-ում։ Ուրեմն թող նրանց դեմքերը անընդհատ իրենց աչքի առջև լինեն, թող նրանք իմանան, որ դուք չեք հրաժարվելու հայ գերիների վերադարձի պահանջից։ Փաշինյանի ստատուսները ձվածեղի մասին տակ դրեք հայ գերիների նկարները, թող նա տեսնի, որ դուք գնալու եք այս օրակարգի ետևից։ Կան տարբեր օրակարգեր, անքննելի է, թե ինչ խայտառակ կառավարում է տեղի ունենում։ Եկեք տարբեր ցույցեր անենք, հարկերի դեմ, ինչի դեմ կուզեք, բայց առաջնահերթը երկրորդականից եկեք տարբերենք։ Ու ոչ մի րոպե չանտեսենք ու աչքաթող չանենք Բաքվում գտնվող հայ գերիների հարցը։ Միայն այս ձևով է հնարավոր, որ իշխանությունը տեղից շարժվի, վտանգ տեսնելով իր աթոռին եւ նաեւ միջազգային կառույցները, որոնք նաեւ մանդատներ ունեն նման գործողությունների, տեղից շարժվեն։ Հիմնականում, այո, ավարտեմ, հարցի հնարավորություն կտամ։ Հիմնականում սա է իմ ասելիքը, նաև մեր ընկերացել ենք Լևիկը Խաչատրյան, նույնպես հացադուլի մեջ է, ես նրան էլ պիտի խնդրեմ միասին արդեն ակտիվ փուլ մտնենք, ես հուսով եմ նայել իր պայքարը, տեսեք մի հոգի իր որոշմամբ
որոշել է հացադուլանել ու պայքարել։ Մի հոգին եղանակ է փոխում։ Տեսեք ինչ կատարվեց հիմա այս ամենի արդյունքում, կուզեմ նաև ամփոփելով սա խոսենք։ Աշխարհում նաև ՄԱԿ-ը հայտարարություն արեց, դուք բոլորը դա տեսաք։ Եվրոպական պարլամենտում բանաձև է քննարկվում այսօր, որը վաղը պիտի ընդունվի, եթե դուք կարդաք դա այն բոլոր պահանջներն է, որ մենք բազմիցս ասում ենք, այդ թվում նաև Ադրբեջանի եւ առանձին պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ, որ Եվրոպական միության համար նախապայման պիտի լինի հայ գերիների ազատ արձակումը, նրանց Ադրբեջանի հետ համագործակցություն շարունակելու։ Մենք պիտի սանկցիաներ պահանջենք եւ նաև Գերագույն խորհուրդը Գերագույն հոգևոր խորհուրդը նույնպես հայտարարություն արեց, դիմեց Ռուբեն Վարդանյանին եւ տարբեր կառույցներ արդեն ձայն են հանում։ Սա ինչ է նշանակում, սիրելի ժողովուրդ։ Այո, մեթոդները տարբեր են, արդյունավետությունը քննարկելի, բայց ես առաջարկում եմ մեզ բոլորիս, եկեք այլևս չքննարկենք, իսկ սա կօգնի, կարող է օգնի, կարող է չօգնի։ Մեր անելիքը անենք, ինչպես Ռուբենն է ասում, մենք մեզ համար ենք անում, եկեք զգանք, որ այդ մեր մասին է, մեր արժանապատվության, դուք ձեզ համար եք հացադուլանում, ես իմ ընկերները, մենք մեր ցավից ենք առել, ջղայնությունից, եկեք ամենքս մեր անելիքը անենք ու կտեսնեք, որ բան է փոխվում, եկեք ճեղքենք այս անտարբերության, մոռացության պատը, ինչպես ասում է Ռուբենը, անտարբերությունը ամենամեծ մեղքն է, պարզվում է, եւ նա իր լուրջ ճիչով բոլորից դասեր է տալիս, եւ ես համոզված եմ, որ անգամ այն կադրը, որ բոլորդ տեսել եք ժպիտը մի տեսակ նայում է եւ համոզված եմ համարյա, որ նա նայում էր այն մարդուն, ով իր դեմ ցուցմունք էր տալիս կարեկցանքով ու ներողամտությամբ։ Եկեք լինենք այդպես ուժեղ, որոշենք պայքարել եւ դա անենք հետեւողական։ Ես շնորհակալ եմ նաեւ ձեզ բոլորիդ, որ միշտ լուսաբանել եք։ Ես համոզված եմ, որ մեր 4-րդ իշխանությունը՝ ի տարբերություն մնացած բոլոր 3 իշխանության 3 ճյուղերի ուզուրպացված չէ։ Դուք ազատ եք, դուք կարող եք ու դուք շատ բան եք կարող։ Եկեք միասին, ձեզ հետ միասին, սիրելի լրագրողներ, այս հարցը օրակարգից չհանենք։ Շնորհակալ եմ։